Շնորհակալություն կառավարության հարգելի գործընկերներ, պարոն վարչապետ, հարցս ուղղված է ձեզ։ Ուրեմն մոտ 2 շաբաթ առաջ սոցիալական ցանցերում մի հարցազրույցի հետ կապված բավականին մեծ աժիոտաժ ստեղծվեց, խոսքը վերաբերվում է Ռուսաստանում ֆորմալ առումով ինոագենտ, այսինքն գործակալ համարվող Ալեքսեյ Վենեդիկտովի եւ իմ գնահատմամբ Հայաստանում ազդեցության գործակալ քոչարյանական մեդիայի մի ուրեմն հաղորդավարի հարցազրույցի մասին էր խոսքը եւ մի հետաքրքիր, իհարկե դա հարցազրույցեր են մասին, թե ինչպես չի կարելի հարցազրույց անել, բայց ինչեւ է մի հետաքրքիր հարց հնչեց այդ, որտեղ ըստիս մի ամբողջ մտածողություն է պարփակված, հարցը հետևյալն էր, որն է ավելի կարևոր, պետությունը, անկախությունը, թե ժողովրդավարությունը։ Իհարկե պատասխանողը ճշգրիտ պատասխան տվեց, բայց իմ կարծիքով սա ուղղակի մեկնաբանումն է մի շարք, այսինքն խորհրդարանական եւ արտախորհրդարանական մի շարք քաղաքական ուժերի մտածելակերպի, որ ժողովրդավարությունը եւ պետությունը, պետականությունը կարող են իրար ինչ-որտեղ հակադրվել, այն իմաստով, որ ժողովուրդը կարող է գիտակցված որոշում չկայացնել, ընտրություն չկայացնել եւ գոյություն ունեն եւ կամ պետք է գոյություն ունենան մարդիկ, էլիտաներ, որոնք պետք է վերցնեն պատասխանատվություն եւ օրինակի համար զիջեն անկախությունը, ինչ-ինչ բաների, ուրեմն երկրի պահպանման համար այն տեսքով բնականաբար ոչ անկախ պետության տեսքով, բայց ինչ որ ձևով պահպանման համար կարող են լինել մարդիկ, որ կարող են նման որոշումներ կայացնել։ Սա մի մտածողություն է, որ ես կարծում եմ ամբողջությամբ նկարագրում են նախկիններին եւ վերջերս դուք արտահայտվել եք ասելով, որ բավական է մենք խոսենք նախկիններից, բայց ես կարծում եմ, որ նախկինների շնորհակալություն հեսա ավարտում եմ նախկիններին հիմնականում ավելի շատ բնութագրում է հենց այս մտածելակերպը, որը նույնիսկ իշխանություն չեղած շատ քաղաքական ուժերի է վերաբերում։ Հարցին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ պարոն Բաբայան հարցի համար։ Ես կապես կարծում եմ, որ մենք պետք է դադարենք խոսել նախկինների մասին, որովհետև խոսելու բան էլ չկա։ Ինչ չենք ասել։ Հիմա այս Ղարաբաղի հարցի փաթեթն էլ, որ հրապարակել ենք, այդ դրա մասին է, որ խոսելու բան ընդհանրապես չկա, որովհետև ասում եմ, ինչ հարցել տան, բացառված է, որ այդ ընդհանրապես որևէ նյուանսի վերաբերյալ վերջին 5 տարվա ընթացքում մանրամասն խոսացած չլինեմ։ Այդ փաթեթի հրապարակումը իմ դիտանկյունից ընդհանրեն նրա համար է, որ ես ասեմ, այ որ ասում էի այդ դա այս տողում է, մյուսը այն տողում է, երրորդը այն տողում է, չորրորդը այն տողում է, հինգերորդը այն տողում է։ Բայց հիմա ձեր հարցի հետ կապված երկու բան ասեմ, նախ հարցազրույցը ես չեմ նայել եւ սովորաբար չեմ մեկնաբանում այն ինչ որ չեմ նայել, չեմ լսել, բայց վստահելով ձեր վերարտադրությանը, ես կարող եմ ասել, որ դա զարմանալի բան չկա, որովհետև 98 թվականին ձեր նշած շրջանակը եւ ձեր նշած անձը, երբ որ նախագահի տեխնացու էր առաջադրվում եւ այն ժամանակ հարց կար սահմանադրության հետ համապատասխանության, քաղաքական այդ նույն ուժերը ասում էին ազգային շահերը ավելի բարձր է, քան սահմանադրությունը։ Որովհետև այսինքն ինչ են ասում, ձեր ասացի գիծն է պետության եւ այսինքն այդպիսի մենք որ ասում ենք հայրենիքը պետությունն է, իրանք ասում են վայ հայրենիքը պետությանն են ուզում սահմանադրել, բանանեն, հակադրել։ Իսկ իրենց ամբողջ գաղափարախոսությունը պետությունը դնել մի կողմ եւ կենտրոնանալ ամեն ինչի վրա, բացի պետությունից։ Մեր ռազմավարությունը, որը մենք էլ ենք բավականին երկար ժամանակ իներցիայով այդ տրամաբանության մեջ եղել։ Մեր ռազմավարությունը ինչի մեջ է, որ այո կամ բազմաթիվ կարևորագույն հարցեր, ազգային բնույթի, մշակութային բնույթի, պատմական բնույթի, հումանիտար բնույթի, բազմաթիվ չափազանց կարևոր հարցեր, բայց մենք ասում ենք չափազանց կարևոր հարցը գիտակցելով, առերեսվելով կենտրոնում պետք է լինի պետական շահը եւ պետությունը եւ պետական շահը,
պետությունը եւ պետական շահը, պետությունը եւ պետական շահը։ Մնացածը այո, դա չի նշանակում, որ մնացած հարցերը կարևոր չեն։ Դա նշանակում է, որ պետությունը եւ պետական շահը գերկարևոր են, առավել քան կարևոր են, ամենակարևորն են, գերադրական կարևորն են։ Եվ հետեւաբար մենք մեր քաղաքականությունները հասկանալու կամ ըմբռնելու համար սա է պետք ֆիքսել։ Պետությունը եւ պետական շահը։ Մնացած բազմաթիվ տասնյակ հազարավոր կարևոր, շատ կարևոր հարցեր կան, բայց գերկարևոր հարցերի հարցը պետությունն է եւ նրա շահը։ Եվ մենք գերկենտրոնացած ենք պետության եւ նրա շահի վրա, Հայաստանի Հանրապետության եւ նրա շահի վրա։ Արձագանք։ Շնորհակալություն։ Ես ուզում եի ասել, որ այո, այդ նախկիններին, որոնց մասին պետք չի խոսել եւ ոչ միայն նախկիններին, կան ցավոք սրտի այդպիսի քաղաքական ուժեր, անձիկ, որոնց մտածելակերպն այն է, որ ժողովուրդը պետության շահի մասին չի մտածում եւ կամ ժողովուրդը կարող է սխալ ընտրություն կատարել եւ դրա համար է, որ պետք է հենվել ինչ որ ուժերի արտաքին կամ ներքին ուժերի վրա եւ այդպես առաջնորդվել եւ բոլոր ուրեմն նախկին առաջնորդների եւ հարցազրույցներում տարբեր ելույթներում ակներև է դառնում նրանց խոսքից, որ մեկը չի ուզում ժողովրդի հետ հանդիպել, հավես չունի հանդիպելու, ընդհանրապես մյուսը հիմնական շեշտը դնում էր բուրժուաների վրա կամ բանակի վրա, էլի չհամարելով, որ ժողովուրդը կարող է իր ձեռքը վերցնել իշխանությունը։ Ամբողջ հարցը սրանում է, ինչպես անել, որ այդպիսի ուժեր, այդպիսի մտածելակերպ առհասարակ արմատախիլ արվի։ Շնորհակալություն։ Դե տեսեք, մենք տրվում ենք այդ սադրանքին, գալիս ենք ժամերով խոսում ենք, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, նախկին SSS ու արդեն բան չի մնացել, որ չասենք, բայց խնդիրն այն է, մենք ինչը չենք ասում։ Օրինակ մենք չենք կենտրոնանում այն հարցի վրա, որ մենք այս տարի էլ 500 կիլոմետր ճանապարհ կառուցեցինք։ Այս ընթացքում հազարավոր կիլոմետրեր ճանապարհներ են կառուցել, դպրոցներ են կառուցել, կրթության ոլորտում խորը բարեփոխումներ են կարել, մանկապարտեզներ են կառուցել եւ այդպես շարունակ։ Գալիս ենք Ռոբերտ Քոչարյան, սեր, ինչ ասես։ Իմ կարծիքով, այսինքն, եթե 2021 թվականին ընտրություններ էր, խորհրդանական ընդդիմություններ, որը եկել էր քաղաքական իշխանափոխություն անելու օրակարգով եւ ինչ որ առումով դեռ կարելի էր որ քաղաքական մրցակից եւ մրցակցություն համարել, ես կարծիքով իրանք մրցակից չեն այլևս։ Շատ վաղուց մրցակից չեն։ Այսինքն այդ բանը անընդհատ հոգեդարձությամբ զբաղվել, դա խնդիրն է նա, որ այսինքն մենք լիքը բազմաթիվ ուրիշ ռազմավարական ասելիքներ ունենք, որը չենք ասում միայն այն պատճառով, որ ստիպված ենք ապացուցել ակնհայտը։ Ստիպված ենք ապացուցել ակնհայտը եւ այնինչ ապացուցված է։ Բայց էլի ասում եմ, ես չեմ բացառում, ես այլի հարցեր են հնչելու, էլի պետք է պատասխանենք, չեն կարա ինչ որ բան տող կարթան, ես գամ ասեմ, գիտեք, ինչ 500 կիլոմետր ասֆալտ են կառուցել, adekvat չի, չնայած այսօր փորձեցի, բանից հարցը բանի մասին էր, ինչ որ թղթի մասին էր, ես փորձեցի առակացից մեջբերում անել, տենց տրամադրությունը կամած փորձում եմ եւ դիտանկյունը կամած փորձում եմ փոխել։ Շնորհակալ եմ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։